Խնդիրը կայանում է ինչում, որ ամորձիները իրանք սահմանադրվում են գոտքային շրջաններում եւ հղիության 5-րդ ամսից սկսած աստիճանաբար սկսում են իջնել դեպի փոշտ եւ հասնում են փոշտի խորոջ 7-րդ ամսի վերջին, 8-րդ ամսվա ընթացքում։ Ու այդ ճանապարհին ինչ որ խոչընդոտի դեպքում թվարկածս պատճառներից մեկի արկայության դեպքում այդ բնական իջնելու ճանապարհին ինչ որ միտեղ ամորձին կանգ է առնում կամ շեղվում է այդ ճանապարհից եւ գնում է ուրիշ ուղղությամբ։ Ըստ դրա տարբերում են իրական կրիպտորխիզմը կամ իրական չիջած ամորձին եւ ամորձոէկտոպիան, երբ որ բնական ճանապարհից շեղվում է ամորձին։ Տարածվածությունը բավականին մեծ է։ Դիմելիությունը աստիճանաբար յուրախություն մեր բոլոր բժիշկների, աստիճանաբար դիմելիությունը ավելանում է, ավելի շուտ են սկսում բժշկի դիմել եւ տեղամասային բժիշկների աշխատանքի հետևանքով եւ նաեւ այն բանի, որ ռադիոն թաղային ռադիոն նորմալ է աշխատում ու մեկը մյուսին հարց ու փորձ անելով աստիճանաբար գիտեն, որ պետք է շուտ դիմել բժշկի։ Նախկինում բավականին ուշացած դեպքեր էինք ունենում, ավելի հաճախ, ասենց ասեմ, ուշացած դեպքեր էինք ունենում, երբ որ դիմում էին բժշկի, ունեցել ենք դեպք, երբ որ դիմել են բժշկի կախնավորության հետ կապված 25 տարեկանում երկու կողմից ամորձիները աճուկային շրջանում լինելու դեպքում։ Քանի որ իրանց ինչ որ մեկը ասել էր, որ ոչինչ սպասեք իջնի, տենց էլ սպասել են չէին իջել ամորձիները 25 տարեկանում նոր վիրահատվեց։ Բարեբախտաբար վիրահատությունը անցավ նորմալ ու խնդիր չէր առաջացել մինչև այդ ամորձին պահպանվել։ Երկու ամորձին էլ պահպանվել է ու հետագայում նաև այդ տղամարդը երեխաներ ունեցել։